This is... Oh my gosh. Հայաստանի մանկական եվրատեսիլի երգը ամենաքննարկվող, YouTube-ում ամենադիտված և թոփ եռյակների առաջին տեղում գտնվող խոլովակն է։ Հայաստանի պատվիրակ Ալբերտի վոկալային տվյալները ցնցել են բոլորին, YouTube-ի դիտումներն ընդամենը 4 օրում անցել են 400,000-ը և վայրկյան առ վայրկյան էլ ավելի են շատանում։ Շատերն արդեն վստահ են, մանկական եվրատեսիլ 2026-ը անցկացվելու է Հայաստանում։ 12-ամյա Ալբերտի համար մանկական եվրատեսիլի բեմը մանկական ձգտում էր։ Նա արդեն 3-րդ տարին էր մասնակցում նախընտրական փուլին։ Այս անգամ վերջապես վաղեմի երազանքն իրականություն դարձավ, ետևում թողնելով 80-ից ավելի մասնակիցներին։ Ես փոքր հասակից երազել եմ մասնակցել մանկական եվրատեսիլին եւ սկսել եմ երգել 5 տարեկանից։ Հենց սկսեցի երգել, հենց այդ ժամանակվանից էլ արդեն իմ մոտ երազանք առաջացավ, որ մասնակցեմ մանկական եվրատեսիլին։ Եվ այդ օրվանից որոշեցի, որ երբ արդեն հասկանամ, որ կարող եմ պատրաստեմ եւ կարող եմ հայտ դիմել, հայտ լրացնել, կգնամ այդ քայլին։ Այո։ Քաջարի սիրտ երգը հզոր բալադ է, երաժշտության հեղինակը բազմաթիվ եվրատեսիլյան հիթերի հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանն է, իսկ խոսքերը գրել է բանաստեղծուհի Անիտա Հախվերդյանը։ Երգը խիզախության, հույսի եւ տոկունության ուղերձ է, կոչ դիմակայելու դժվարություններին անկոտրում ոգով։ Ալբերտի վոկալային տվյալների կատարելագործման վրա աշխատել է հանրապետության վաստակավոր արտիստ Սարուհի Բաբայանը, որի շնորհիվ Ալբերտի ձայնը հասել է գրեթե կատարելության։ Ինձ շատ ոգեշնչել էր ընդհանրապես իր ձայնի տեմբրը, գույնը, հզորությունը, ինչպես այնքը հնչում, ուսումնասիրելով իր ամբողջ պաշարը, բոլոր լավ կողմերը, եկա սրան, այս երբ իսկապես ծնվել է, որովհետև մի շնչով իրականություն է դարձել։ Իսկ մինչև այդ Ալբերտը հասցրել էր կերել ֆրանսիացի հանդիսատեսին։ Մասնակցելով The Voice Kids France հեղինակավոր նախագծին նա հասավ մինչև եզրափակիչ։ Նրա այցեքարտը դարձավ հայկական դուդուկի հնչյունների ներքո Դլեյ Ամանի հզոր կատարումը, որը ստիպեց ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել։ Առաջին իսկ նոտաներից սկսած ձայնդ սիրտս մտավ։ Ականջներումս հնչում է քո հուզումն առած ձայնը։ Այս պատկերը բոլորիս մոտ նույնն է։ Գիտեմ, որ դա հարց էլ չէ։ Մենք էլ կցանկանայինք, որ ընտրես Պատրիկի թիմը։ Այսօրվանից սկսած մենք հանդիպում ենք հավերժության համար։ Պրոբլեմ չկա, իրենք դեմ չեն, որ ինձ ընտրես։ Ժյուրիի անդամ ֆրանսիահայ լեգենդար երգիչ Պատրիկ Ֆիորին չկարողացավ զսպել հուզմունքը եւ Ալբերտի հետ սկսեց երգել հայերենով։ Այդ ելույթը ոչ միայն ցուցադրեց Ալբերտի վոկալային անհավանական կարողությունները, այլև ապացուցեց, որ հայկական երաժշտությունը կարող է հուզել ամենատարբեր ազգերի եւ դավանանքի պատկանող մարդկանց սրտեր։ Հայաստանը մրցույթի ամենահաջողակ երկրներից է։ Իր 17-ամյա մասնակցության ընթացքում մեր երկիրը երբեք դուրս չի մնացել լավագույն տասնյակից, տանելով 2 փայլուն հաղթանակ եւ 10 անգամ հայտնվելով լավագույն եռյակում։ Այս տարի բոլոր հայացքները սևեռված են դեպի Թբիլիսի, որտեղ դեկտեմբերի 13-ին կկայանա մանկական եվրատեսիլ 2025-ը։ Միջազգային հանրության բուռն արձագանքը եւ Ալբերտ Արմենակյանի տաղանդը հզոր հիմք են տալիս հավատալու, որ հայկական քաջարի սիրտը կարող է 3-րդ հաղթանակը բերել հայրենիքին։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։